Վրաստանը տուրքչի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթի մեկ անգամյա տարանցման համար հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Պաշտոնական Թբիլիսին այսօր միաժամանակ հայտնել է, որ անցած շաբաթավերջին այս մասին խնդրանք է ստացել գործընկերներից։ Վարչապետ Կոբախիձեի որոշմամբ վրացական երկաթուղիներին հանձնարարվել է անհապաղ և ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը, ասվում է հայտարարության մեջ։ Թե կոնկրետ որ երկրից է եղել դիմումը չի հստակեցվում։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանը իբր Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է $92 մեկ տոննայի համար։ Բաքուն վերահաստատել է 3 գումարած 3 ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։ Երբ ստեղծվեց այս հարթակը, նշվեց, որ նախաձեռնությունն առաջարկել է Ադրբեջանի նախագահը։ Այսօր իրանցի գործընկերոջ հետ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Անցած տարվա հոկտեմբերին մենք առաջարկել ենք, որ հաջորդ հանդիպումը անցկացվի Ադրբեջանի նախագահության ներքո Բաքվում։ Ցավոք Հայաստանից համաձայնություն չի ստացվել, ասել է Ջեյհուն Բայրամովը, միաժամանակ հավելելով, այժմ իրավիճակը այլ է, այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ Թե որ խողովակներով է հարցը քննարկվում և ինչ փուլի են հասել կողմերը, Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լոնդոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկելու արդեն 4-րդ տարին շարունակվող պատերազմը դադարեցնելու ուղիները։ Այդ նպատակին հասնելու համար կարևոր է, որ Եվրոպան, Ուկրաինան և Միացյալ Նահանգները միասնական լինեն, ասել է նա։ Դրանից ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Զելենսկուն, պնդելով, թե Ուկրաինայի նախագահը դեռ չի կարդացել խաղաղություն հաստատելու ամերիկյան առաջարկն ու պատրաստ չէ այն ստորագրել։ Գերմանիայի կանցլերն այսօր հայտարարել է, թե թերահավատ է ամերիկյան առաջարկի որոշ տարրերի հարցում։ Ավելի վաղ նաև Ֆրանսիայի նախագահն էր քննադատել Վաշինգտոնի ներկայացրած նախնական պլանը, որի համաձայն Ուկրաինան մի շարք տարածքներ պիտի զիջի Ռուսաստանին, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրից և կրճատի սեփական բանակը։ Սիրիայում մեկ տոնակատարություններ ու ռազմական շքերթներ են անցկացվել նշելու Բաշար Ասադի վարչակազմի տապալման առաջին տարեդարձը։ Անցած դեկտեմբերին այս օրը, երբ ապստամբները Սիրիայի նոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հրամանատարությամբ գրավեցին Դամասկոսը, երկրի երկարամյա առաջնորդ Բաշար Ասադը փախավ Ռուսաստան։ Այսօրվա տոնական միջոցառումները սկսելով մզկիթում աղոթելով Ալ-Շարան խոստացել է կառուցել արդար և ուժեղ Սիրիա։ Անցած մեկ տարում նա հարաբերություններ է հաստատել Միացյալ Նահանգների հետ, ստացել Պարսից ծոցի արաբական երկրների և Թուրքիայի աջակցությունն ու հեռացել Ասադի կողմնակիցներից, Իրանից ու Ռուսաստանից։ Արևմտյան պատժամիջոցները մեծ մասամբ վերացվել են։ فعملت الدولة السورية على تشكيل لجان لتقصي الحقائق. Փարիզի բոլոր 20 թաղամասերը զարդարվել են Սուրբ Ծննդյան երկներանգ լույսերով Էյֆելից մինչև Շանզելիզե։ Նախագահ Մակրոնը առանձնացրել է Աստվածամոր տաճարը, որը բացվեց ուղիղ 1 տարի առաջ այս օրերին աղետալի հրդեհից հետո։ Արդեն 1 տարի է նա վերածնվել է, ավելի քան 11 միլիոն այցելուներով Փարիզի Աստվածամոր տաճարը կենդանի է և շարունակում է ապացուցել, որ ոչինչ անհնար չէ, երբ ողջ ազգը միավորվում է։ Սա է ֆրանսիական ոգին, գրել է Մակրոնը X-ի իր էջում։